Ոնց որ հատուկ էս անձրևը իմ համար եկավ, որ ինձ թրջի։ Բարի օր, սիրելի հետևորդներ ջան, առավոտ շուտ գնացել էի աշխատանքի, երբ որ գնում էի պայծառ օրեր եւ նույնիսկ շոգեր, կիսաթև էի հագնվել եւ սանձիկ չէի վերցրել։ Հետո անձրևը սկսվեց, թրջված տուն եմ եկել, բեր տուն չեմ մտել։ Հենց որ հասա տուն, հիմա բալկոնում եմ մեր, անձրևը կտրվեց։ Ահա այսպիսին է եղանակը, ասեմ որ ամբողջ գիշեր նույնպես անձրև էր եկել, բայց առավոտը լավ արև էր դուրս եկել, հեչ միտք էլ չուներ անձրև գալու։ Այսքան խառը ստացվեց, մայիս ամիսը, նմանվեց իսկապես մարտին։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, քանի որ երեկվա վլոգում ձեզ ասել էի, թե ինչ դրություն է մերոնց մոտ, մերոնց քաղաքում, ասեմ, որ շատ ուշ ժամի կապ եմ հաստատել իրենց հետ, խոսել ենք, փառք Աստծո, իրենք լավ են, բայց իրենց քաղաքում սուգ է հայտարարված, քանի որ զոհեր են եղել եւ կարևոր գործարաններ են պայթեցվել, գրակելի շենքեր են պայթեցրել։ Ճիշտ է, նման դեպքերում վնասների մասին քիչ են խոսում, կոնկրետ մարդկային զոհերի մասին քիչ են ասում, բայց թե գիտեք, որ նման դեպքերում ինչեր է կատարվում։ Մեզ ինչ է մնում, մեզ մնում է, որ աղոթենք Աստծուն, որ բոլոր պատերազմները մի ակնթարթում վերանան այս աշխարհից։ Աղոթքը զորեղ է, սիրելի հետևորդներ ջան, եւ այս բարի օրի հետ եկեք աղոթենք նորից, որպեսզի խաղաղվի մեր մոլորակը։ Մի քիչ տխուր եմ ամեն դեպքում, վատա, որ այդ ձևը, մերոնք անհանգիստ են, ես նույնպես անհանգիստ եմ, նույնիսկ կապերը խզվում է ու միշտ չէ, որ կարողանում եմ իրենց հետ կապ հաստատել։ Հիմա էլ որ սենց անձրևային եղանակը շատ եկավ, մի անգամից կտրուկ փոխվեց եղանակը եւ կտրուկ ուժեղ անձրևը սկսվեց։ Գնամ տուն հագուստս փոխեմ, քանի որ երկրորդ հերթ պետք է նույնպես գնամ։ Այդ ընթացքում ոչ մի գործ չեմ ուզում անեմ, գործ էլ չկանելու տանը։ Մի քիչ կհանգստանամ եւ գործի գնալուց հետո Աստծո հաջողությունով, եթե եղանակային պայմանները չխանգարեն, իմ բարի գործերով ձեզ կմիանամ։ Երկրորդ հերթից եկել եմ տուն, սիրելի հետևորդներ ջան։ Մի երկու գնում եմ կատարել, միշտ ու միշտ տան ինչ-որ մի բան պակասում է, չէ։ Եվ քիչ-քիչ բերում ենք, տեղը լրացնում ենք։ Դուք էլ ձեր կոֆեն դրեք և միացեք իմ այս կոֆերի ժամին։ Այսպես, եղանակը շարունակվում անձրևային մնալ, բայց հենց գործից գնալու ժամանակն եկավ, մի թեթև արև դուրս եկավ, հետո տոթ էր արդեն, ոչ ցուրտ, ոչ շոգ, այլ մի տեսակ օդը խեղտոց է լինում, երբ որ տոթ է լինում, սիրելի հետևորդներ ջան, հիմա մումերս հանեմ, որ պատասել էր տանը, իմ սիրելի կանինոնայի պանիրը, կիլոգրամը, 1800 դրամ, 1 կիլոգրամ գնել եմ, առայժմ էստեղ հետո ամանում կտեղավորեմ, 4 սոխը, եկիտ շատ եմ դերել, քանի որ որակոլավներ, լավ չորավ ու ինքը ծլած մասեր չունի, սաղեղ երկար կդիմանա, իհարկե կոֆեն խմելուց հետո ամեն բան կտեղավորեմ, նաև խմորեղեն եմ գնել, վերջերս որ արյուր էի վերցրել և համապատասխան պարագաներ, որ թխված կխեմ ես, բայց ժամանակ չեղավ, տրամադրություն էլ չեղավ ու գիտեք որ խանութներում միշտ էլ ամեն ինչ էլ կա, իմ մշտական խանութից որտեղ որ միշտ առևտուր եմ անում, այսինքն սիրուն խմորեղեն կա, տրամադրող, շատ համով են սրանք, ասորտի է, 3 տեսակի խմորեղեն, սիրելի հետևորդներ ջան, պատրաստի հեշտ ու հանգիստ, հեշտացնենք մեր կյանքը, արտադիր չանընդհատ չարչարվենք, բայց ինքնորդ թխելն էլ ուժի մեջ է, դա էլ երբ որ կթխենք, ոչ մի բան փչացող չի, անպայման ձեր հետ կկիսվեմ, հիմա իմ կոֆեի կողքը ես կաննեմ, սպասեմ կոֆես եփի, կոֆես կվայելեմ և կանցնեմ իմ տնտեսության գործերին և ձեզ կմիանամ թե իմ գործերով և թե իմ զրույցներով։
Կոֆե սեփելը լցրել եմ և այս մորեղենից ամենքից մի կտոր հանեմ։ Էլի ամպերա հավաքվել, սևակն էլա, թոփերը անդադար կրակում են, էսա գնամ դուրս ու ցույց տամ։ Այդ ընթացքում կոֆես էլ կգա խմելու իմ սիրելի աստիճանը։ Այս սննդային թաղանթը, որ սենց փակում են, ես հիմա գրի բացեմ, մեկա ես ունեմ։ Հետո ես էլի այսենց էլի կփակեմ, պիսի չչորանի, ընտիրություն աղոքի, մի ժամանակ ինչքան էի թխում, կսկսեմ էլի թխել, ես եմ կշնաբունա, բայց Միկադոյի փոշին եկելա ստեղը հասել, հիսա, այսպես, Երևանից է գալիս մեր մոտ հասնում, խոսքով Երևանյան ֆիրման է, սիրելի հետևորդներ ջան, շատերի ծանոթ կլինի։ Ոյ, արի քեզ անուշանեմ, այսպես։ Հիմա այստեղ թողնում եմ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ գնանք դուրս այդ սև ամպերին նայենք, տենանք ինչ վիճակ է։ Ապույտ ու սիրուն ու հանգիստ է, բայց ահա թոփեր են խփում, սիրելի հետևորդներ ջան, ես ինչքան շատ թոփեր խփեցին, ես էլ ձերան է եկել, գնա կորի դու, այս սենց կպտտվես ու դատարկ կգնաս, ես եկով ստեղ, ուիշ, գնաց, գնա կորի։ Այ հիմա ցույց տամ, սիրելի հետևորդներ ջան, թե ինչ են այդքան շատ թոփեր խփում, սև ամպեր են հավաքվում, Աստված ջան, վայ, կարկուտի ամպեր են սրանք, այս ինչքան էլ շատ է, թոփերի ձայնը լսում եք, չէ, սիրելի հետևորդներ ջան, անդադար խփում են, այս կողմը սենց կապույտ, սիրուն, կապույտ լազուր, սպիտակ բամբակե ամպեր, բայց այս կողմից հա գալի այդ կարկտաբեր ամպերը, այդ թոփերը, որ խփում են, այդ հատվածում է, այս մեր խեչիտոշի հետին մասում է գտնվում, այդ տարածքը, որտեղից այդ թոփերը խփում են, քանի որ հիմնականում այդ գծի վրա է, որ այդ սև ամպերը գալիս են այդ կողմից, տեսնում եք, հիմա պտտեմ իմ տեսախցիկը և տեսեք, որ այս կողմերից է գալի, այս կարկտաբեր սև ամպերը, Աստված պահապան լինի, թող որ այդ թոփերը իրանց ներգործությունը թողնեն, ցրեն այդ ամպերը, որքան գիտեմ, գազ են լիցքավորում և գազով են ցրում, սկսեց գողգռալ, հասցնեմ գնամ հավերիս համար, մի քիչ խոտ հնձեմ, Էկա, սովացացել եք, ես ես ինչ հատվական, ես մի ակոլտրվել, քեզի բան, մի հատ հլացորենը տա, հետո հասկանամ, թե այս ամանի հետ ինչ հակատարվել, մի հատ դուրս հանեմ իրանց, եկեք, մի հատ հրվռացեք, այս անձրև տիգալ, թոփերը շարունակում են խփել, սիրելի հետևորդներ ջան, այս սիրուն երկնքի տեսարանը, ցրվել է այդ ամպերը, եկել են փագել են, սա սևակն է, ցա, այստեղ ավելի բաժել կա,
ասել, որ են լականը ջարդվել է։ Շուտով կպարզեմ։ Քամին վերևա հանավը շում, էտ ամբերը ծրում է, թոփերը գրակում են, բայց լամին տենամ ձու են ածել։ Տենամ։ Եկա, ինքատ ձու, էլի լավա, տունարած ապրանքա, ճիշտ է իրանց բողազը լավ պհում եմ, բայց թե տունարած են էլի, 10-ից ավելը որցկա ճուտա, միջին պուջուր ճուտեր էլ կան, որ դեր ձու չեն էլել, այս էլ է դեորդներ ճան այս են սիրուն, խոշոր ձու, մի հատ տանիմ ընդեղ պատուհանի գոքին դնեմ, հետո տնենք ես լագանի հետ, ինչ հակատարվել, գնարդիմ խոտ էլ հնձել է, այ կեզի բան, կարկուտ չեկել, ասեմ կարկուտ ա եկել, ես ինչ բանա, ես խիոս են ճարդվել, որ բերում եմ խոտ եմ տալի, շատ լավ գիտեք, սիրել է հետևորդներ ջան, ստի թողում եմ, խոտը մի քիչ տակուեր ես անեմ, հետո եսա ստուգումներ կկատարեմ, փառք Աստծո, վերնեմ գիտությունը, տեխնիկան ենք հազարգացել է, լատենակ եսում ենք բռնում, հանցանքի վայրում, սա ոչ շունը կարաս են ցանել, լա մոտեցնեմ սիրել հետևորդներ ջան, պահո, շուտով կպարզենք թես, ինչ հակատարվել իմ բակում, ինչ անեմ, բարձրաձայն եմ կաղտնիքը, սիրել հետևորդներ ջանը, դե որ սենց իրավիճակ առաջացել, ուրեմն, ես այդ ավտոնանց կենա, ուրեմն սիրել հետևորդներ ջան, ընդհանրապես, ճիշտ այս անձրևը վրակ ունի, բայց թե կարամ երկու բար խոսիմ էլի, ծտերը դեռ երգում են, ուրեմն դե որ սենց բան առաջացել, որ ասում եմ շուտով կստուգեմ, ինչպես եմ ստուգելու, կամերաներ ունեմ տեղադրացրել հետևորդներ ջան, որ ես ինձ ապահով ու հանգիստ զգամ, որ ես տանը չլինեմ, իմ բացակա ժամանակ ես իմանամ, թե իմ տունը, իմ դուռը, իմ բակը, իմ բաղ ու բաղջեն, մի խոսքով, իմ այս տարածքում, իմ տնտեսության մեջ ինչ ա կատարվում, իմ տան 4 կողմում, տեսաղցիկներ ա տեղադրված, սիրել է հետևորդներ ջան, և հիմա շուտով կգնամ, ստուգումներ կկատարեմ, բայց հարցենա, որ լիցքավորում չունեմ, քանի որ աշխատանքից նոր եմ եկել, հա իդեք շատ զանգեր է ես ստանում, ու որ աշխատանքի եմ լինում, զանգերին չեմ պատասխանում, բացառություն, որ իմ երեխաներն է զանգում, մանավանդ, որ գիտեք, ինչքան անհանգիստ եմ, ճիշտ արդեն կապ ենք հաստատել, խոսել ենք, այդքան էլ տխուր լուրեր իմացա, սիրել է հետևորդներ ջան, վաղն էլ սա թենիս ծննդյան օրն ա, հույս ունեմ կարող եմ խոսել, շնորհավոր էլ երեխուս էլի, Ախրեցի էլի, ես պատկերացրեք, այդ իմ մտածմունքների դեմը, ես ոչինչ ա, ես չեմ հասկանում, սա շունը չէր կարա անի, բայց այդ մասնիկներն էլ չկա աստեղ, ինչ ա կատարվել իմ բակում, սիրել է հետևորդներ ջան, ոյ, պետք ա գնամ խոտ հնձեմ, քանի անձրևը վրա չկալեր խոտը հնձեմ, միգուցե այդ շատ զանգերը դրա համար են եղել, չգիտեմ ով էր զանգել, անծանոթ համարից ինձ զանգեր գալիս, հիմա կտեսնեմ, կստուգեմ ով ա ինձ զանգել, ինչ ա կատարվել և ամենագլխավորը, ստուգումներ կատարեմ իմ տան 4 կողմում տեղադրված տեսաղցիկներին և արդեն վստահ կիմանամ, քանի որ ամեն բան ֆիքսվում է, նկարահանվում է, ամեն մի շարժը 4 կողմից, շուտ գնամ իմ հավերի համար խոտ հնձեմ, մինչև անձրևը չի սկսվել, գնացի, այդ պահերով չեմ միանասրել հետևորդներ ջան, որ ժամանակ շատ քիչ անձրևի տակը չընկնեմ,
Անձրևը բռնեց սիրելի հետևորդներ ջան, ոնց որ թե կարկուտը ցրվեց, այդ ամպերը հասան այս կողմերը ու հլավոր անձրև ամենակ, այս տեսքն է, լույսերը տարան, ես էլ լիցքավորում չունեմ, օգուտ տվեց այդ թոփերը, հույս ունեմ մինչև վերջ էլ օգուտ կտա ու կցրի այդ կարկտավեր ամպերը, պտտվեցի մի հատ էլ այս կողմից ցույց տամ, ուրեմն այն կողմից պտտվեց, եկավ, այս կողմը հասավ, փռվեց էլի, այսինքն այդ թոփերը որ խփում են, այդ ամպերը ցրում են, ցրելով, բերեց հասցրեց այս կողմ ու անձրևա, ինչ որտեղ սիրուն տեսարան է, բնության տարերքը միշտ էլ սիրուն է, թող որ բնության տարերքները վնասով չլինեն, սիրելի հետևորդներ ջան, հիանակ բնության տարերքով, բայց վնասներ չկրենք, սևը սպիտակի կապույտի վրա, ինչքան սիրուն է, այս այնց հայ, որ մի բան մեր սրտով է լինում, արդեն մնացած բաները անտեսում ենք, բայց դեռ վտանգը կա, շատ սև ամպեր այլի, անընդհատ գալիս այն կողմից, ես առաջ չեմ գնում, որ իմ տեսախցիկը թաթ չլինի, անցել է մոտ 1 ժամ ավել, սիրելի հետևորդներ ջան, փառք Աստծո, կարկուտ չեկավ, նույնիսկ այդ եկած անձրևը արդեն այ տեսնում եք ցեմենտ բիտոնի վրա անձրևի հետ քանքամ չկա, գոլորշիացավ, գնաց կորավ, շներս տաք ցեմենտ բիտոնի վրա քնել են կողքի, հիմա ցույց տամ, և տեսեք քիչ առաջ ինչ էր և հիմա ինչ է, հիմա գնանք տուն, ես մի բաժակ կոֆե եփեմ, դուք էլ ձերը դրեք, պատրաստվեք և ասեմ, թե ինչ միջադեպ էր տեղի ունեցել իմ բակում, որ իմ տեսախցիկները ֆիքսել են, գնացինք, ընդհանրապես ինչ-որ մի գործ անելուց առաջ, ինչ-որ մի զրույց ասելուց առաջ, մեր ժողովուրդը մի լավ խոսք ունի ասած, աղտը չափում ենք, ձևում ենք ու նոր կտրում ենք, սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում, որ հետևեցի այդ ամեն ինչին, թե ինչ հատեղ է ունեցել իմ բակում, արդեն ամեն բանից պարզ եղավ, հիմա որոշել եմ բարձրաձայնել, բայց ինձ թույլ չեմ տա անուններ բարձրաձայնել, միայն զգուշացնում եմ բոլորին, սիրելի հետևորդներ ջան, բոլորս պետք է ընդհանրապես զգուշ լինենք մեր խոսքի մեջ, մեր գործի մեջ և մեր քայլերի մեջ, մեր կյանքում միշտ պետք է զգուշ լինենք, ամեն պարագայում, ամեն բնագավառում մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, շատ զարմացած եմ, բարկացած եմ, մի քիչ էլ ինձ զսպում եմ, որ ավելի ինչ-որ ուրիշ տոներով չխոսեմ այդ թեմայով, ինձ թույլ չտալով, միտք չունեի, որ այս թեմայով վլոգ պատրաստեմ, լրիվ ուրիշ մտքով էի այսօր, որ իմ վլոգում ձեր հետ զրուցեմ ավելի ուրիշ թեմայից, հատկապես, որ անհանգիստ էի մերոց պահով, արդեն ասեցի, որ շատ ու շամի խոսել ենք, արդեն իրենք լավ են գիտեմ, բայց ամեն դեպքում դրությունը խառն է, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ ինձ միացաք ձեր բարի խոսքով, ձեր աղոթքներով, ինձ հետ կիսվեցիք, ասեցիք, որ դուք նույնպես անհանգիստ եք, հարազատներ ունեք, բարեկամներ ունեք այնտեղ, այդ քաղաքներում, հեռու տեղերում, ես որ չէի ուզում այդ նպատակով
իմ վլոգը տանել այս նպատակով, որ հիմա պիտի ասեմ բարձրաձայն, թե ինչ անախորժ միջադեպ է կատարվել իմ բացակա ժամանակին Բաքվում, բայց նաև հարկ եմ համարում այդ մասին ասել, որպեսզի ոչ ես մտնեմ քաշքշուկների, տհաճ իրավիճակների մեջ, պարզաբանումների ու բացահայտումների ու ապացույցների մեջ, այլ նաև ուզում եմ նման բան չկատարվի։ Ես իմ տանը տեսախցիկներ եմ տեղադրել 4 կողմից հսկվում է, ես ապահովել եմ իմ անվտանգությունը, բայց նման դեպքերում նաև շատ մարդիկ չեն բարձրաձայնում, այդպես թաքուն տեսախցիկներ են տեղադրում, սպասելով, որ գող բռնեն, բայց ես ոչ թե գող բռնելու կամ խայտառականելու համար եմ տեղադրել, այլ իմ անվտանգության համար եմ տեղադրել, քանի որ մեծ տնտեսություն ունեմ և իմ ընտանիքը ինձնից հեռու է ապրում, իրենց խորհրդով ես այդ ամենը արել եմ, որպեսզի ինձ ապահով զգամ, չնայած որ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այն հմուտ ավազակները կարող են ամեն ինչ էլ անել, բայց նաև քիչ առաջ որ հավելինցով են տալիս ասեցի, գիտությունը և տեխնիկան այնքան զարգացել է, որ կարող ենք այնպես տեղադրել, որ կապ չունենա լարերի հետ և չեմ ուզում այդ մասին խորանալ, բոլորս էլ գիտենք, որ ամեն ձևի, ամեն տրամաչափի և ամեն որակի էլ կա և սիրելի հետևորդներ ջան, նախապես ուզում եմ զգուշացնել, որ իմ տարածքով մարդիկ զգույշ լինեն ինձ վնասելու նպատակով, չմոտենան, որպեսզի ոչ իրենք վատ իրավիճակի մեջ մտնեն, ոչ էլ ես քաշքշուկներ չառաջանան, դրա համար որոշեցի 7-ը չափեցի, մեկ անգամ կտրում եմ, օղտը չափեցի, մեկ անգամ կտրում եմ, որ ոչ մեկս տհաճ իրավիճակների մեջ չմտնենք։ Իմ կոֆեն եփեց, սիրելի հետևորդներ ջան, հիմա իմ կոֆեն լցնեմ, մինչև որ կգա իմ սիրելի աստիճանի խմելու համար, մի փոքր զրուցեմ և վլոգս կավարտեմ։ Քանի որ եղանակն էլ անձրև եկավ, թրջելախոտերը, բաղբաղջում գործեր չեմ կարող անել, չի ստացվի, դրա համար զրույցից հետո վլոգս կավարտեմ։ Եվ սիրելի հետևորդներ ջան, հիմա արդեն ես իմ զգուշացումը ասեցի, հիմա ուզում եմ ասել, թե այդ անախորժ միջադեպը ինչպես է եղել, որ ես արդեն մանրամասը գիտեմ։ Երբ որ այդ զանգերը ստանում էի, ես աշխատավայրում էի, մտածեցի, որ կգամ տուն, մի հատ էլ հեռախոսս լիցքավորման կդնեմ, բայց եղանակային փոփոխությունները ինձ ստիպեց, որ այդ պահերով միանամ, այդ պահերով նկարահանումներ կատարեմ ու դեռևս չէի ստուգել ով է այդ զանգը, քանի որ ես հայտարարություն ունեի տարածած, մտածում էի, որ երևի այդ իմ հայտարարության վերաբերյալ որևէ մեկը համարս իմացել է, անծանոթ է, մեր գյուղից չէ և զանգել է այդքան շատ, որպեսզի իմ հետ կապ հաստատի, դե լավ ասեցի, հեսա գործերս վերջացնեմ, հետ կզանգեմ այդ համարով ու կիմանամ ով է ինձ զանգել այդ համարից։ Ընդհանրապես մենք բոլորս էլ մեր հարազատների ու բարեկամների, ծանոթների համարները մեր հեռախոսի այդ զանգերի ցանկում գրանցում հաստատում ենք, անծանոթ զանգերին էլ կամ չենք վերցնում, կամ հետո նայում ենք, հետ ենք զանգում և իմանում ենք ինչ կա չկա, անծանոթ զանգերից պետք չէ վախենալ, ինչ որտեղ, չնայած այդ ուղղությունով էլ խոսքս մի քիչ շեղվում է, բայց ոչինչ, երբեմն լինում է, որ այո, անծանոթ զանգերից համարից զանգում են և ուրիշ բաներ է ստացվում, ամեն դեպքում
համարձակորեն պետք է լինենք ամեն հարցում նրբանկատ եւ զգույշ, սիրելի հետևորդներ ջան, բայց վախենալ նաեւ պետք չէ, եթե խելամտորեն ենք մոտենում տվյալ հարցին։ Ուրեմն նայելով, ստուգելով իմ տեսախցիկները, որը ստուգում է իմ տան շրջակայքը, շատ զարմացա, շատ բարկացած եմ, զսպում եմ իմ բարկությունը, որպեսզի ավելորդ բաներ հանկարծ չխոսեմ, քանի որ մարդը երբ որ բարկանում է, իր կամքից անկախ երբեմն այնպես է արտահայտվում, որ հետո միգուցե կզղջա։ Դրա համար ես ինձ զուսպ եմ պահում, գետը որ գետա, որ անձրև է գալիս, վարարում է, պատե խփում, հետը քարերա քշում տանում, ավերածություն է անում, ծառերը արմատախիլ անում, բայց ես մարդ եմ եւ ինձ տիրապետում եմ, սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա ասեմ, թե ինչպես է եղել։ Ես որ տնից դուրս եմ գալիս, իմ դարպասները, իմ վառոտը փակում եմ բանալիով, քանի որ դա է իմ տան մուտքը։ Իսկ մարդը մոտենալով տվյալ տանը, երբ որ տեսնում է տան դարպասները բանալիով հատկապես փակած են, իրեն ավելորդ բան թույլ չի տալիս եւ հեռանում է, տեսնելով, որ դուռը փակ է, ուրեմն տվյալ մարդը տանը չէ, բայց գիտեք, որ իմ բաղուբաղջում ես կիսատ գործեր ունեմ եւ իմ բաղջում բաց մաս կա եւ այդտեղով են մտել։ Ընդհանրապես, սիրելի հետևորդներ ջան, նման դեպքում ինձ զսպեմ լավ, ասեմ, թե ոնց է եղել։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, ինչ եմ տեսել, որ դարպասները այնքան էին ուժեղ շարժում, դե երկաթի դարպասները աղմուկում է, ու այդ աղմուկը այս թաղամասներ վերցրել, դե արդեն ես, ինչպես որ ֆիլմը կնայենք, այդպես նայում եմ, շատերդ գիտեք, որ տեսախցիկները իրականում ամեն բան ձայնով, ամեն շարժումով ֆիքսվում է այդ ամենը։ Սկզբից ձայն են տալիս, այդ բանալին շարժում են, թխկացնում են, հետո սկսում են դարպասները իրարով տալ, ուժեղ այդպես տանել, բերել, քիչ էր մնում, երևի դարպասները տեղը հանանեն այդքան ուժով, մտածելով, որ ես տանը կլինեմ եւ դուրս կգամ այդ ձայներից։ Հետո հավանաբար դեռևս համար չեն ունեցել, ես այդպես եմ հասկանում, նայելով հեռախոսազանգերի ցանկին ժամով։ Եվ այդ ժամերը չի համապատասխանում այդ պահի հետ, որ ինձ զանգել են, որից հետո մեքենա է անցնում, դա էլ եմ տեսնում, գիտեմ ում մեքենան է անցել, պետք չէ ասել, կարևորը ես գիտեմ, եւ սիրելի հետևորդներ ջան, այդ մեքենայից իմ հեռախոսահամարն են ճշտում եւ հենց այդ պահին ես տեսնում եմ, որ ինձ զանգում են, հեռախոսը վերցնում է, զանգում են եւ այդ պահից սկսում է ահռելի զանգերի տեղատարափը, մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ եւ շատ անգամ, սիրելի հետևորդներ ջան, իսկ ես աշխատավայրում հատկապես անծանոթ զանգերը չեմ վերցնում, ինչքան էլ ես այդ կարևոր հայտարարությունը արել եմ, աշխատավայրում չի կարելի նաև բացառություն իմ ընտանիքի անդամների զանգերը, որ այդ պահին ներողություն եմ խնդրում եւ դուրս եմ գալիս զանգին պատասխանելու։ Իմ հեռախոսը դրեցի ոչ ձայնային, ձայնը անջատեցի, որպեսզի ձայնը չխանգարի, այսինքն bez звук միացրի, սիրելի հետևորդներ ջան, ինչպես սիրում եք ասել, եւ արդեն իմ գործին մնացի, որից հետո տուն եմ եկել, բայց մտքիս կար, որ տեսնես ով այդքան զանգել, հեսա գործերից նայեմ, ձեզ միանամ, մի երկու բառ կխոսեմ, հետո կոֆե խմելու ժամանակ արդեն կթերթեմ եւ հետ կզանգեմ, կիմանամ ով է ինձ այդքան շատ զանգել, մտքումս մտածելով, որ երևի իմ հայտարարության պահով է այդ շատ զանգը, շատ են զանգում այն դեպքում, երբ որ շատ կարևոր բան են ասելիս լինում, սիրելի հետևորդներ ջան, որից հետո ես ինչ եմ
տեսնում, որ իրենք հեռանում են։ Նաև եղբայրս էին զանգել 2 անգամ, փաստորեն այստեղից հեռանալով գնացել են եղբորս են գտել եւ եղբայրս էին զանգել, բայց 2 անգամից ավել չի զանգել, քանի որ ինձ լավ գիտի, որ ես ուրեմն աշխատանքի եմ եւ կպատասխանեմ եւ այդ հարցը կկարգավորեմ իր հետ, կհասկանամ, կիմանամ ինչու է իմ եղբայրը ինձ զանգել։ Անմիջապես եղբորս զանգից հետո 3 րոպե, 2 րոպե չանցած նույն համարից զանգերի տեղաթարապ է գալիս շատ անգամ եւ այդ բոլորը իմ հեռախոսի զանգերի ցանկում կա, որը արդեն ջնջել եմ, քանի որ բարկացել եմ իմանալով իրականությունը։ Եվ սիրելի հետևորդներ ջան, դրանից հետո տեսախցիկով ես տեսնում եմ, որ որոշ ժամանակ հետո այնտեղ ժամերով ցույց է տալիս, չէ, որ տեսախցիկը նույնպես ժամը ֆիքսում է, րոպեները գնում է եւ ես տեսնում եմ, թե ինչպես է րոպեն ու վայրկյանը գնում։ Այնուհետև նորից են գալիս իմ դարպասների մոտ, տեսնում են, որ փակ է, էլի ձայն են տալի, տղտղկացնում են, հետո պտտվում են, գնում են ներքևի մասը, այն հատվածը, որտեղով որ կարող են մտնել իմ բաղչով, սիրելի հետևորդներ ջան, դեռևս այդ հատվածը բաց է, քանի որ ես կիսատ աշխատանքներ ունեմ այդտեղ եւ դեռևս չեմ փակել, քանի որ իմ գործը կիսատ է այդտեղ։ Ամեն դեպքում միշտ ես անհանգիստ եմ եղել, որ շուտ փակեմ, որ անասուններ չմտնեն եւ իմ ծառերը, իմ ցանածը չվնասեն, անգամ իմ փեթակները կարող են վնասել, երբ որ անասուններ մտնեն, քանի որ անասունը չի հասկանում, թե որ արանքով է մտնում, ինչ է վնասում, որ կողմով է անցնում եւ ինչ է շրջվում։ Ուրեմն մոտենում են այդտեղ ներքևի մասով, իմ բաղչի այդ բաց մասով, շատ հանգիստ մտնում են եւ այդ պահին իմ զանգին ու զրանգին իրենց հաչոցներով հարցակվում են, շատ հաչում են, բայց դրան այդ մարդը կանգ չի առնում, քար է խփում, փայտ է վերցնում, հետո մոտենում է իմ գոմի կողմը, իմ հավանոցը եւ այդ ամանը, որի մեջ խոտ եմ հնձում լցնում եւ ցույց տվեցի ու զարմացա, որ ինչ է պատահել, ինչու է ծակվել, բայց հենց այդ պահին էլ ես ինքս իմ մեջ, իմ մտքում խոսում էի, որ հավանաբար գող եմ մտել, սիրելի հետևորդներ ջան, եւ այդ գողը հիմա ես կասեմ, որ գող չէր, այլ կասեմ, ասելով գալիս եմ հերթականորեն, որից հետո իմ շներին ծեծում են, քար են խփում, փայտ են վերցնում, բայց համառորեն իմ զանգին ու զրանգին դեմը կտրած հաչում են, բայց ամեն դեպքում իմ շները ինչքան էլ հաչան, երկուսով են, երկուսն էլ հաչում էին, բայց եթե անգամ մեր երեխայի վրա մենք ենք բարկանում, գոռում, ձեռք բարձրացնում, երեխան կծկվում է, եւ այդ ամանով խփել են իմ շներին եւ իրենց գլխին է կոտրվել այդ ամանը, սիրելի հետևորդներ ջան, շներս դրանից վախեցել են, հետո փախել են հեռու, ցավը զգալով, ծմրալով փախել են եւ այդ մարդը շատ հանգիստ, շատ վստահ, մտնելով իմ բակը, իմ տան դուռը մոտենում է եւ թակում է իմ սենյակի պատուհանը, պատկերացնում եք, արձագանք չիմանալով հիանում է իմ բակով, զրույց է վարում մյուս ընկերոջ հետ, այնուհետև նույն ճանապարհով հեռանում է, այսինքն մարդն է, որ մտնում է մարդավայել, դարպասով, տան դռնով, իսկ անասունը իր ճանապարհով, որտեղով որ մտնում է, անասունը, եթե պատահել է, որ ասենք չափարի վրայով մեր բաղչեն անասունը մտնում, փորձում ենք մեր դարպասները բացել ու դուրս հանել, միևնույնն է անասունը պտտվում է
Եվ նորից իր մտած տեղով է ուզում դուրս գնալ, ներողություն եմ խնդրում բոլորիցդ իմ այդ արտահայտության համար, գոնե ինչ-որ մի ձևով բարկությունս ուզում եմ մեղմել, սիրելի հետևորդներ ջան, եւ անասունը իր եկած մտած ճանապարհով է հետ գնում, նույն ձևով այդ իր ճանապարհով հետ գնաց, ով որ իմ շներին վնասել էր եւ այդքան իր վրա վստահ համարձակորեն մտել էր իմ տան շեմը թակելով իմ սենյակի պատուհանը, որը հիշեցնեմ, որ իմ դարպասը բանալիով փակած վիճակում, սիրելի հետևորդներ ջան, միթե կարելի է այդպես վարվել, ինքը գող չէր, սիրելի հետևորդներ ջան, գողության նպատակով չէր եկել իմ դուռը, բայց դա չի կարելի երևույթ է, շատ անախորժ միջադեպ է, դա ինձ դուր չեկավ, դրա համար բարձրաձայնում եմ, որ չկրկնվի, ես չեմ ուզում անախորժությունների մեջ ընկնել եւ անախորժությունների մեջ գցել, այս անգամ ներում եմ, անուններ չեմ բարձրաձայնում, բայց հաջորդ անգամ, եթե ես հիմա չբարձրաձայնեի, համեստորեն լռեի, իմ մակարդակը ցույց տալով, որ ես կարող եմ համբերել, լռել, բայց սիրելի հետևորդներ ջան, ես եկա այն եզրակացության, օղտը չափեցի, մեկ անգամ կտրեցի, որ ավելի լավ է, ես բարձրաձայն զգուշացնեմ, որ տարածքը վերահսկվում է, որպեսզի անախորժությունների չբախվենք ոչ մեկս։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, դրանից հետո ես եկել եմ տուն, արդեն գիտեք, եկել եմ, անձրևն եմ ցույց տվել եւ այլն եւ ուզում էի մոտենալ արդեն կոֆե խմելու ժամանակ իմ շնորհակալության խոսքը ասել երեկվա վլոգի համար, որ դուք ինձ այդքան աջակցել եք, ինձ տրամադրել եք, որ ես չնեղվեմ, շատ չմտածեմ, դուք կիսվել եք ձեր իմացածով եւ ինձ իսկապես տրամադրել եք եւ շատ ուշամի ես կապ եմ հաստատել մերոնց հետ, խոսել եմ, բայց շատ կարճ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այդ ամենը վատ կապերի հետևանքն է եղել եւ քանի որ դա այնպիսի մի բան է, որ ինչքան էլ ես շատ տեղեկացված եմ իմ ընտանիքի կողմից այդ թեմաներով, բայց չի կարելի այդ մասին ասել, քանի որ դա պատերազմական հարց է, տեղեկատվություն կհնչի, սիրելի հետևորդներ ջան, զգուշանում եմ եւ շատ այդ մասին փակագծեր չեմ բացում, թե ինչ է կատարվել այդ քաղաքում կամ որ թաղամասում, որ թաղամասն է հիմնականում վնասվել, ինչ գործարան են պայթեցրել, դուք էլ կարող եք լուրերից իմանալ, բայց ոչ ինձնից։ Հիմա այդքանը բավարար եմ համարում եւ անցնեմ իմ զրույցը շարունակեմ։ Կոֆես արդեն կգա իմ խմելու աստիճանի եւ սա էլ կվայելեմ, չի խանգարի, շատ եմ բարկացել այդ միջադեպից, սիրելի հետևորդներ ջան, չէի պատկերացնի, որ այդ մարդիկ իրենց թույլ կտան նման արարքի եւ որպեսզի գոնե մի թեթև ասեմ, ոչ անուններ տալով, ապա միայն կարող եմ ասել, որ իրենք մեր տարածաշրջանի լրագրողներից էին, հավանաբար եկել էին, որ իմ հետ նկարահանումներ կատարեն եւ էլ չեմ ուզում շարունակեմ իրենց հեռախոսահամարը ցուցակ եմ գցել եւ եթե մի օր իրենց կհանդիպեմ ավելի մոտից ես իրենց իմ նախատինքը կտամ, այսքանով բավարար եմ համարում եւ նորից եմ հիշեցնում, որ սա բարձրաձայնեցի, որպեսզի զգուշ լինեն իմ տարածք, իմ սեփական տարածք մտնելու համար զգուշ լինեն, եթե հիմա ներում եմ եւ կադրեր չեմ հրապարակում,
անուններ չեմ տալիս, քանի որ այդ կադրերը իսկապես շատ անախորժ է, հատկապես որ իմ շներին խփում են։ Ես անգամ, որ իմ շունը մյուսին նեղացնում է կերակրելու ժամանակ, չեմ խփում, որպեսզի վախենա ինձանից ու թողնի, որ իր ընկերը նույնպես նույն ամանից կամ տարբեր ամանից ուտելիքը ուտի, եւ հիմա ուրիշի միջոցով ծեծ են կերել, լինել ինչպիսի ծեծ, աման է կոտրվել, հարցը ամանը չէ, սիրելի հետևորդներ ջան, հարցը երևույթն է, որը շատ տհաճ է, չի կարելի մարդու անձնական տարածք մտնել այն դեպքում, հատկապես տվյալ մարդու տան դարպասները բանալիով փակած է եւ չի կարելի անասունի ճանապարհով մտնել իր ուզածին հասնելու համար։ Այդքանը սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ դուք էլ տեղեկացված լինեք, զգույշ լինեք ամեն պարագայում, ամեն քայլափոխի պետք է զգույշ լինել։ Հիմա այն թիվն է, այն դարն է, որ հեռախոսներ կան եւ իմաց տալու շատ տարբերակներ կան։ Նաեւ գոյություն ունի զանգելու էթիկա, էթիկայի կանոններ կան։ Եթե շատ կարևոր բան եք ունենում ասելու, եթե 3 անգամ զանգում ենք եւ չեն վերցնում, կարելի է համբերել, ինչքան էլ որ տվյալ ասելիքը շատ կարևոր լինի, պետք է համբերել եւ գոնե 2 ժամ հետո զանգել եւ չի կարելի այդպիսի բաներ կատարել, սիրելի հետևորդներ ջան, մտնել մարդու անձնական տարածք այդ ճանապարհով մինչև պատուհան թակելը, երբ որ տանդուռը բանալիով փակել։ Իմաստալու շատ տարբերակներ կան, լինենք համբերատար, լինենք զգույշ, պահպանենք բոլոր էթիկայի կանոնները, իսկ այդ հարցով ես կադրեր չեմ հրապարակի, նորից եմ հիշեցնում, իսկ հաջորդ անգամ, եթե որևէ մեկը առանց իմանալու, առանց տեղյակ լինելու, չլսելով, չտեսնելով իմ այս վլոգում, որ ես իմաց տվի այդ մասին, ես այդպես ճիշտ գտա, որ ավելի լավ է ասեմ, իմանալ եւ հեռու մնան ինձնից, քան սեր անախորժությունների մեջ հայտնվեն, հաջորդ անգամ ես բացեիբաց կադրեր կհրապարակեմ եւ անուններ կտամ, սիրելի հետևորդներ ջան, ելնելով իմ անվտանգությունից, ելնելով իմ ինքնասիրությունից եւ իմ իրավունքներից, որը ես այդ իրավունքը օրենքով ունեմ։ Լավ եղեք, առողջ եղեք, սիրելի հետևորդներ ջան, իսկ ես գնամ իմ կոֆեն վայելեմ եւ ճիշտ է անձրևը կտրվել է, գործեր չեմ անում, մի քիչ էլ տրամադրությունս ընկավ, շատ նեղվեցի, գնամ մի քիչ հանգստանամ եւ ձեզ կմիանամ հաջորդ օրերին իմ բարի լավ գործերով։